Ինչու Ադրբեջանը որոշեց ռեժիմով սուտ խոսել խաղաղության տեքստի համաձայնեցումից ընդամենը ժամեր անց, ինչ նպատակ է հետապնդում այս հերթական քարոզչությունը։ Փորձագետները համոզված են հենց խաղաղության համաձայնագրի շուրջ եղած մեծ աղմուկն ու այսպես ասենք աշխարհի բուռն արձագանքն է արել Բաքվին։ Համաձայնագիր ստորագրելու մտադրություն Ալիևը առանձնապես չունի, բայց շաբաթ նուրբաթից շուտ եկավ։ Համաձայնագիրը պատրաստ է։ Պարտավորությունների տակ չմտնելու համար բռնապետական ռեժիմը փորձում է ցրել խաղաղության ֆոնը։ Անակնկալի է բերել Ադրբեջանին եւ որոշակի առում նաեւ գրգռել, որովհետեւ մենք շատ քաջ մեզ բոլորի շատ քաջ հայտնի որ Ադրբեջանը որևէ կերպ չի ցանկանում եւ որևէ նպատակ չունի այս պահին որևէ փաստաթուղթ ստորագրելու եւ նրան անընդհատ պետք էին տարբեր պատճառաբանություններ։ Տեղեկատվական պատերազմը Ադրբեջանը բոլոր ուղղություններով բոլոր հարթակներում է վարում, անտիխաղաղության ձգտումը վերագրելով բացառապես հայկական կողմին։ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդկային չափումների համաժողովին մասնակցած հայ իրավապաշտպանը արձանագրում է. հասարակական հատվածի ներկայացուցիչներն էլ միջազգային հարթակում ինչպես միշտ ներկայացնում են պետական նարատիվները, խոսում, ելույթներ ունենում միայն մեղադրական տոնայնությամբ։ Առաջինը խոսք հասավ, սկսեց ողջունելուց խաղաղության դարաշրջանը, ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին եւ շնորհավորեց, որ վերջապես նախագիծը խաղաղության պայման համաձայնագրի հաստատված է եւ չէր խոսում որևէ քննադատություն չէր հնչեցնում Հայաստանի վերաբերյալ։ Ի տարբերություն նրան դրանից հետո խոսացողները, 3-4 խոսացողները շատ ակնհայտորեն բացասական եւ քննադատաբար էին խոսում Հայաստանի մասին։ Հայաստանի տարբերություն Ադրբեջանի փափուկ վարքագիծ ունի, խիստ պատրաստական է համագործակցել հրապարակային խոսքը զերծ է մեղադրանքներից։ Սա ըստ փորձագետների հայկական քաղաքականության այսօրվա տրամաբանության մեջ է, բայց մյուս կողմից պետք չէ թույլ տալ պարբերական զրպարտումներ։ Երբ որ մենք չենք հակաճառում եւ փաստարկներ լավ հիմնավորված չենք բերում, մենք կորցնում ենք նախաձեռնությունը, մենք կորցնում ենք մեր խոսույթը եւ ըստ էության տեղ ենք թողնում ավելի ու ավելի շատ Ադրբեջանի խոսույթների համար։ Ադրբեջանը իր դեմ մարտավարական խնդիր է դրել միջազգային հանրությանը ներկայացնել, որ Հայաստանը ագրեսոր կողմն է ու սադրանքներ է հրահրում։ Այսպիսով ըստ փորձագետների զիջումներ կորզելու փուլում Ադրբեջանը ուզում է մեկնաբանել, որ պահանջատերը ինքն է, ինքը իրավունք ունի նախապայմաններ գեներացնել ու եթե կրակի, ապա կասի, որ կանխել է հայկական հերթական սադրանքը։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։